Պատրաստ եք, որ ձեր կյանքը բաժանվի մինչ եւ հետո մասերի։ Աստղագուշակները վստահ են, որ ձեզանից ոմանց համար այս շրջադարձային կետը կգա արդեն 2026 թվականի հունվարի 20-ին։ Այս օրը կձևավորվի հզոր ասպեկտ, Մերկուրիին եւ Մարսը կհանդիպեն օդային ջրհոսում։ Սա պարզապես սովորական իրադարձություն չէ, այլ տիեզերական ազդանշան նոր հետագծով շարժվելու համար։ Պատրաստվեք ճանապարհորդության մեկնել, որտեղ հաջողությունը պատահականություն չէ, այլ ձեր համարձակ որոշումների տրամաբանական արդյունքը։ Ինչու է այս ասպեկտը ձեր տոմսը դեպի ապագա։ Ջրհոսի նորարարական նշանում բանականության, Մերկուրի եւ գործողության, Մարսի միությունը հազվագյուտ հնարավորություն է։ Պատկերացրեք, ձեր ամենաառաջադեմ գաղափարները հանկարծ կստանան հզոր էներգետիկ խթան իրականացման համար։ Մոլորակները ստեղծում են ինտելեկտի, արագության եւ անվախության եզակի կոկտեյլ։ Սա այն ժամանակն է, երբ դուք կարող եք համարձակորեն կոտրել կաղապարը, մի կողմ դնել կասկածները եւ կենտրոնանալ նորարարության վրա։ Եթե տարիներ շարունակ մշակել եք համարձակ նախագիծ կամ երազել եք ձեր ոլորտում արմատական փոփոխության մասին, տիեզերքը ձեզ կանաչ լույս է տալիս։ Գլխավորը այս սկիզբը բաց չթողնելն է։ Ջրհոս՝ ինքնատիպության հաղթանակ։ Սիրելի ջրհոսներ, այս ժամանակը նման է ձեր սեփական, նախապես պատրաստված բեմ բարձրանալուն։ Ձեր նշանի մեջ գտնվող Մերկուրին եւ Մարսը կակտիվացնեն խարիզմայի եւ առաջնորդության թաքնված պաշարները։ Դուք վերջապես կդադարեք լինել չճանաչված հանճար եւ կդառնաք մեկը, որի կարծիքը կշիռ ունի։ Հունվարի 20-ից սկսած համարձակորեն հայտարարեք ձեր եզակի մոտեցումների մասին եւ համախոհ մարդկանց հավաքեք հավակնոտ նպատակների շուրջ։ Հաջողությունը կգա համայնքների եւ ապագայի տեխնոլոգիաների միջոցով։ Մի վախեցեք չափազանց էքսցենտրիկ թվալ, սա կլինի ձեր ամենամեծ ուժը։ Երկվորյակներ։ Արագությունը որպես ձեր գլխավոր առավելություն։ Ձեզ համար, սիրելի երկվորյակներ, այս ասպեկտը գործում է որպես էներգիայի եւ ոգեշնչման գեր-լիցքավորիչ։ Ձեր բնածին տաղանդը հաղորդակցման եւ բազմախնդրության համար կստանա անհավանական արագացում։ Դուք կկարողանաք միաժամանակ կառավարել մի քանի խոստումնալից նախագծեր, գտնել նորարարական լուծումներ եւ կնքել շահավետ համաձայնագրեր բառացիորեն թռիչքի մեջ։ Տեղեկատվությունը կդառնա ձեր հիմնական արժույթը, մնացեք հոսքի մեջ։ Հունվարի 20-ից սկսած համարձակորեն առաջարկեք ձեր ծառայությունները որպես միջնորդ, բանակցող կամ համարձակ գաղափարների ստեղծող։ Աշխարհը կարիք կունենա ձեր արագ եւ ճկուն մտքին։ Կշեռք։ Փոփոխություններ գործընկերության մեջ։ Սիրելի կշեռքներ, այս ժամանակահատվածը կսկսվի բոլոր հարաբերությունների, թե գործնական, թե անձնական, արմատական վերագնահատմամբ։ Մարսն ու Մերկուրին ջրհոսի մեջ կլուսավորեն իրենց ընթացքն անցած հարաբերությունները եւ կմատնանշեն նրանց, ովքեր պատրաստ են ապագա կառուցել ձեզ հետ։ Մի զարմացեք, եթե հին զուգընկերը հանկարծակի առաջարկի ավանգարդ նախագիծ եւ ձեր շրջապատում հայտնվեն նոր մարդիկ, ովքեր կարող են դառնալ ձեր աճի ցատկահարթակ։ Ձեր խնդիրն է ցուցաբերել վճռականություն։ Հրաժարվեք ամեն ինչ հավասարակշռելու ձեր սովորությունից եւ համաձայնեք ամենաառաջադեմ, նույնիսկ անսպասելի առաջարկներին։ Խոյ, մտավորական առաջընթաց։ Սիրելի խոյեր, ձեր բնական նախաձեռնողականությունն այժմ կամրապնդվի հանճարեղ ռազմավարություններով։ Եթե նախկինում երբեմն գործել եք ուղիղ, հունվարի 20-ից հետո դուք կդառնաք մտավոր առաջընթացների վարպետ։ Դուք կհետաքրքրվեք նոր բաներ սովորելով, բարդ տեխնոլոգիաների տիրապետմամբ կամ համարձակ գիտական մոտեցում առաջ մղելով։ Օգտագործեք այս էներգիան ստեղծելու ձեր սեփական ինքնատիպ մեթոդը կամ ընթացքը։ Ձեր անմիջականությունը, զուգորդված խելացի հաշվարկի հետ, ձեզ կդարձնի անվիճելի հեղինակություն ձեր խորքում։ Աղեղնավոր։ Ձեր գաղափարների գլոբալիզացիա։ Ձեզ համար, սիրելի աղեղնավորներ, այս ժամանակահատվածը կբացի դռներ դեպի ավելի լայն աշխարհ։ Ձեր փիլիսոփայական հայացքները, կրթական նախաձեռնությունները կամ նպատակասլաց ճանապարհորդելու ցանկությունը հզոր աջակցություն կգտնեն։ Դուք կկարողանաք հասնել միջազգային լսարանի առցանց, մեկնարկել մշակութային փոխանակման նախագիծ կամ ճանաչում ձեռք բերել արտերկրում։ Մի փակվեք ծանոթի մեջ։ Փնտրեք հնարավորությունները այնտեղ, որտեղ բախվում են տարբեր մշակույթներ եւ կարծիքներ։ Ձեր լավատեսությունն ու ազատության ծարավը այժմ կդառնան ձեր ամենամեծ ակտիվը։ Ինչպես օգտվել ձեր հնարավորությունից։ 2026 թվականի հունվարի 20-ից սկսած առաջին քայլն ամենակարևորն է։
Մի սպասեք իդեալական պայմանների։ Գրեք մտքում ծագող ամենահամարձակ գաղափարը եւ կատարեք առնվազն 1 կոնկրետ քայլ դրա իրականացման ուղղությամբ։ Կապվեք նրանց հետ, ովքեր այլ կերպ են մտածում։ Վերցրեք տեղեկացված ռիսկեր։ Հիշեք, Մերկուրին եւ Մարսը ջրհոսի մեջ ձեզ ոչ թե երաշխիք են տալիս, այլ խաղի կանոնները փոխելու եզակի հնարավորություն։ Օգտվեք դրանից եւ տարվա վերջում դուք կզարմանաք, թե որքան հեռու եք գնացել։ Ձեր լավագույն ժամը սկսվում է հիմա։